Բարև ձեզ, կներկայանաք, խնդրեմ։ Արտիրոսյան Կարեն, Սարդարապատ համահայկական պատմամշակութային հիմնադրամի նախագահ։ Ասեք, դուք ինչ եք մտածում այսօրվա մասին, այն որքանով է կարևոր մեր պատմական հիշողության համար։ Սա ոչ միայն հիշողության օր է, նաև հիշատակի օր է։ Ինչի համար եմ ասում հիշողության։ Մարդը երբ մահանում է, այդ ժամանակ են մարդուն մոռանում, իսկ եթե անհատը կամ նամանավանդ հերոսը անդադ հիշվում է, ուրեմն դա նշանակում է անմահություն։ Մայիսի 9-ը մեր հաղթանակի օրն է, հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրն է։ Բոլորս պարտավոր ենք հիշել, նշել, փոխանցել այս հաղթանակը մեր սերունդներին։ Քանի որ եթե այսպիսի հաղթանակները մենք մոռանանք, ապագա հաղթանակները նույնպես կմոռացվի, անցյալի հաղթանակները նույնպես կմոռացվի, ու ամեն ինչը կմոռացվի, մարդիկ կմոռանան, մարդկանց կմոռանան, այնպես որ ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռանում։ Սա հաճախ նշում են, թե հայրենական մեծ պատերազմը հայերի հետ կապ չունի, ինչպես կապ չունի, 650 հայ մասնակցել են հայրենական մեծ պատերազմին, 350,000-ը զոհվել են։ Չարժե 350 զոհվածի համար գոնե հիշել, հիշատակել այս օրը։ Սա Ռուսաստանը երբեք չի ասում, սա Ռուսաստան-Գերմանիա պատերազմն էր, սա ասում էր Սովետական միության պատերազմն էր Գերմանիայի դեմ, այսինքն Գերմանիան չէր հարձակվել Ռուսաստանի վրա, Գերմանիան հարձակվել էր Սովետական միության վրա։ Սովետական միության մեջ նաև 15 հանրապետություններն են, նաև Հայաստանն է։ Թուրքերը ատամները սրած սպասում էին Արաքսի այն կողմը, սպասում էին Ստալինգրադի դժան ճակատամարտի ավարտին, որ այդտեղից հարձակվեն։ Բայց ի բարեբախտություն, ի երջանկություն մեզ Ստալինգրադի ճակատամարտը նաև հայերի շնորհիվ հաղթանակեց եւ թուրքը ոտակոկ չարեց Հայաստանը։ Մենք պիտի հիշենք, հիշատակենք, նշենք, ու այս պանցալի հաղթանակի օրը պետք է փոխանցենք մեր սերունդներին։